ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք Գյումրիի քաղաքապետի տեխնացուների հետ հարցազրույցների շարքը եւ այսօր զրուցելու ենք Մայր Հայաստան դաշինքի տեխնացու Կարեն Սիմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Մարտի 15-ից մեկնարկել է տեխնացուների քարոզարշավը։ Լավ սկիզբը վերջնական հաղթանակի գրավականն է։ Մենք տալիս ենք այդ լավ սկիզբը։ Այսպես եք մեկնարկել։ Ինչով է տարբերվում ձեր մեկնարկը, քանի որ մյուս տեխնացուները եւս կարծում են լավ են սկսել։ Ես չեմ ուզում համեմատվել մյուս տեխնացուների հետ կամ իրենց մեկնարկի հետ, բայց մեր սկիզբը նրանով էր լավը, որ թալիջը լեփլեց ուներ, բնակչությունը ուզում էր հասկանալ մեր ծրագրերից, որոնք են հենց Գյումրում պետքա գան, եւ ուզում էր լսել խոսք, դրան էլ գումարվեց մեր արցախցիների ներկայությունը, նաեւ մեր Արցախի հերոս Կարեն Չալավյանն էր ներկա գտնվում եւ բոլորովին իր նպատակն էլ քաղաքականությունը չէր, այլ սատարել արցախցիներին, որպեսզի յուրաքանչյուր արցախցի թևաթափ չզգա իրեն եւ համայնքներում իրենք կարողանան ինտեգրվել այդ համայնքի, այսպես ասած, բարք ու վարքի հետ, իր անցուդարձի հետ, որպեսզի թիգուն կանգներ։ Սրանով տարբերվող էր մեր սկիզբը եւ իմ կարծիքով լավ սկիզբը հաջողության գրավականներից մեկն է։ Դուք ասել էիք, որ Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագրից հետո եք որոշել տեխնացություն դնել, քանի որ այդ ժամանակ շուրջ 7000 ստորագրություն եք կարողացել ստանալ քաղաքացիներից։ Այս ընտրություններին 7000 թիվը ըստ ձեզ կպահպանվի, կավելանա։ Տան բանից ձեր ասածը միանշանակ չէր, որ հենց դրա հետևանքով եմ առաջադրվել, դա եղած նաև, այսպես ձևակերպենք, 7700 ստորագրություն ենք վերցրել Գյումրին ազատ տնտեսական կոդու հռչակելու գաղափարին, նպատակը եղել է, որ իրենք հենց լինեն, գյումրեցիները լինեն պահանջատեր, այլ ոչ թե սպասող, որ կառավարությունը պետք է որոշի իր անելիքները Գյումրիի հետ, այլ հենց գյումրեցին լինի պահանջատեր, որպեսզի կարողանա իր ձայնը ավելի բարձր լսելի դարձնի, իսկ թե ձայների քանակը այդքան կլինին ավելի քիչ թե ավելի շատ, դա ցույց կտա մարտի 30-ը, որովհետև զարգացման ծրագիրը այլ բան է, քարոզարշավը մեկ այլ բան է։ Համեստ գտնվենք եւ սպասենք մարտի 30-ին։ Մեր ստորագրահավաքը քննադատվեց նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ Ես իրականում չեմ հասկանում ինչն է պատճառը, եթե հենց գյումրեցին է նախաձեռնողը, ինչի համար է քննադատվում, եւ իրենց բերած ծրագիրն էր 2019 թվականին հենց իրենք են այս ծրագիրը բերել ազատ տնտեսական կոդու եւ հենց իրենց նախաձեռնությամբ էր, որ կառավարության որոշում կար, որպեսզի դարձնեն Գյումրին ազատ տնտեսական կոդի։ Չստացվեց ինչ-ինչ պատճառներով, դա այլ թեմա է, բայց ես ասեմ, եթե ինչ-որ բան կա, որ ուզում են բարձաբանվի, խնդրեմ, ես հրավիրում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջի համարին, բաց, այսպես ասած, դեբատի եւ գյումրեցին թող ականատես լինի եւ հարցի եւ պատասխանի եւ բացատրության եւ իմանա քննադատության արժանի իր ծրագիրը թե ոչ։ Այդտեղ բազմաթիվ հարցեր ես էլ ունեմ իրենց։ Ես հրաբարակային այս պահին կոչ եմ անում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարին ընտրությունների իրենց տեխնացուին բաց քննարկման։ Մնացածը թող իրենք արձագանքեն։ Ապրելու երկիր իմ հզոր հայրենիք խմբակցությունները հայտարարել են, որ ուզում են իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Դուք եւս նման հայտարարություններ եք կատարել։ Նախ հնարավոր համարում եք, թե ոչ, եւ պատրաստ եք նրանց հետ համագործակցության։ Դե եթե չհամարեինք, ինչ ենք մտել պայքարի մեջ։ Պատրաստ ենք իհարկե ուժերի հետ համագործակցել, որոնք մեր խաղապարներին, մեր ծրագրերին դեմ չեն եւ կողմ չեն քաղաքացիական պայմանագրի հետ ընդհանուր բան ունենալուն, որովհետեւ մենք մտածում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը ընդհանուր երկրի կառավարումը տանուր է տվել, օր-օրի մենք գլորվում ենք անդունդը, դա յուրաքանչյուր հայ զգում է իր մաշկի վրա, այն որ ասում են ժողովուրդը լավ չի հասկանում, լավ չի զգում, այդպիսի բան չկա։ Ամենալավ զգայարաններ ունի ժողովուրդը, ամենալավ զգացող մարդը հենց տունը նստած պասիվ մարդն է, որ ինքը
շատ հստակ կարողանում է կողմնորոշվել, վերլուծել եւ հասկանալ կառավարության մեսեջը որն է, ինչ են փորձում մատուցել եւ ինչ են փորձում անել։ Դրա համար, եթե իրանց հետ որևիցե քաղաքական ուժ կա, որը ուզում է ընդհանրություն ունենա, մենք բացառում ենք իրենց հետ համագործակցությունը։ Ընդդիմադիր տեխնացուները շատ են, չեք կարծում, որ կարող եք օրինակ միմյանց խանգարել, ձայները փոշիացնել։ Չեմ կարծում, որովհետեւ եթե ընդդիմությունը նպատակ է դրել իր արչեւ ազատվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարումից, որ միանշանակ ավելի մեծ օգուտ է բերելու տարբեր թիմերով մասնակցությունը, քան մեկ բևեռով մասնակցենք, եւ եթե ընդդիմադիր ուժերը կարողանան հետընտրական process-ներում ճիշտ պահեն, քաղաքական կուրսը ճիշտ պահեն, ուրեմն միանշանակ քաղաքացիական պայմանագիրը շանս չունի վերընտրվելու։ Իսկ փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, եթե մտածում է pedagogamետ, ուրեմն չի փորձելու պաշտոններ բաժանելու, այսպես ասած, բազարների մեջ մտնել։ Ես առաջարկել եմ, հիմա եւս մեկ անգամ առաջարկում եմ, յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, եթե մեկ ձայնով ավելի է հավաքում, քան մնացածը, ուրեմն սատար կանգնենք, աջակցենք այդ ուժին, որովհետեւ ինքը միանձնյա գլխավորի քաղաքի կառավարումը, ստանձնի քաղաքի կառավարումը եւ քաղաքացիական պայմանագրին զրկենք իշխանությունից։ Այլ տարբերակ, որ փորձեն իրար մեջ ինձ տվեք այս փոխքաղաքապետի պաշտոնը, ինձ տվեք այս բաժնի վարիչը, իմ մարդիկ տեղավորվին, իմ կարծիքով դա վիժեցնելու է։ Մենք մեր կողմից հայտարարել ենք, որ կողմնակից ենք դրան եւ պահելու ենք մինչեւ վերջ։ Եթե որևիցե ուժ դեմ չի մեր գաղափարներին եւ մեր ծրագրերին։ 2021 թվականին ձևավորվեց կոալիցիաներ եւ հենց դրանց փլուզումից հետո առաջացավ կառավարական ճգնաժամ, ինչն էլ այս արտահերտ ընտրության պատճառ դարձավ։ Պարոն Սիմոնյան, ասում եք, որ պատրաստ եք համագործակցության, բայց չեք կարծում, որ նման վտանգ կարող է սպառնալ նաեւ այս անգամ։ Այս պայն իմ հայտարարությանը ոչ մեկ չի միացել։ Ես ասել եմ, որ կամ միացեք հայտարարությանը, կամ նմանատիպ հայտարարություն դուք արեք, դեռ չեմ տեսել։ Սպասում ենք, դեռ ժամանակ կա մինչև մարտի 30-ը։ Մեր համար ամենագլխավորը, որ Գյումրեցին ֆիքսի, որ մարտի 31-ին ինչ է տեղի ունենալու։ Ոչ թե հիմա ծածուկ պահենք, հետո մարտի 31-ին փորձենք յուրաքանչյուրս մեր վրա քաշել այդ վերմագը, ու այդպես էլ իշխանությունը իր պղդոր սարկած ջրում ցուկը որսա եւ նորից վերարտադրվի։ Ամենակարևոր բանը, որ հայտնեն յուրաքանչյուրը իրենց տեսակետները եւ քաղաքացին իմանա ամսի 31-ին ումից ինչ սպասի։ Մենք այս պայն արդեն հայտարարել ենք, որ մենք էս ենք տեսնում մարտի 31-ին։ Սպասում ենք մնացածի արձագանքներին։ Պարոն Սիմոնյան, ինչու պետք է Գյումրեցին ընտրի ձեզ։ Ինչ եք դուք փոխելու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Տեսեք, Գյումրիում յուրաքանչյուրս մեր համակարգացիների հետ ունենք անցած ճանապարհ։ Դա մարդիկ լավ հիշում են եւ անպայման իրենց մեջ կա տպավորություններ այդ մարդ տեսակից, թե այդ մարդը ինչի է ընդունակ եւ ինչ կարող է անել եւ ինչ կարող է փոխել։ Եվ մենք միակ ուժն ենք, որը այս պայն առաջարկել է ծրագիր, որը գլոբալ է եւ Գյումրու զարգացման վերաբերյալ է եւ հեռանկարային է։ Իհարկե ներքին մանր ծրագրերն են շատ կարևոր, բայց եթե չկա գլոբալ զարգացման ծրագիր, այդ մանր հարցերը իրանք միայն խոստումներ են լինելու եւ ասեն գնան։ Քանզի Գյումրիի բյուջեն ընդամենը 14 միլիոն դոլար է, որը շատ քիչ գումար է, որովհետեւ կարողանանք Գյումրիին զարգացնել։ Եվ հաջորդը մենք բազմիցս հայտարարել ենք, որ կողմ ենք ինտեգրացիոն կառավարմանը, որովհետեւ նույն մեր արցախահայերը, ովքեր հիմա այստեղ են, իրենցից մարդկանց ներգրավենք քաղաքապետարանի կառավարման աշխատանքներում, բազմաթիվ շերտեր կան, չէ, ասենք հաշմանդամություն ունեցող մարդիկ, տարբեր էլի, որ յուրաքանչյուր իր ոլորտի հարցեր ավելի լավ է պատկերացնում, քան որևիցե մեկը, որ մինչև ուսումնասիրի այդ ոլորտը, հասկանա ինչ է կատարվում այդ ոլորտում եւ ուզենա փոփոխություն անի, այդ մարդիկ պատրաստ են եւ իրենց
իրենցից ավելի լավ ոչ մեկ չի կարող օգնել։ Եթե իրենք կան այդ կառավարման ոլորտի մեջ, իրենք լավ պատկերացնում են այդ խնդիրները եւ շատ արագ կարձագանքեն։ Եվ ամենակարևոր բանը, երբ որ մթնոլորտ փոխվի քաղաքապետարանում, համայնքապետարանում, որ յուրաքանչյուրը հասկանա, որ ինքը գնահատված է որպես մասնագետ, անկախ իր քաղաքական կողմնորոշման, նա մեր բնակիչն է եւ եթե նա ունի կառավարման որակներ, նա ունի ծրագրեր, ուրեմն պետք է լսել եւ աջակցել եւ իրագործել։ Չպետք է բաժանում դնել։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, զրուցում էին Գյումրու քաղաքապետի Մայր Հայաստան դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանի հետ։